Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, բարևում եմ բոլորիդ։ Սկզբի համար խնդրեմ դնել ձեր լայքերը, գրանցվեք իմ մարքին, որը շատ կարևոր է ինձ համար, հիշեք, որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Խնդրեմ այսօր մնաք միջև վար, քանի որ նույնպես շատ հետաքրքիր թեմա է լինելու, եւս հետաքրքիր բացահայտումներ է լինելու ձեզ համար, քանզի որ դուք պետք է այս ամեն ինչի մասին իմանաք, որ կարողանաք ճիշտ հետևություններ անեք, հիշեք, որ ժողովուրդն է մեր երկրի տերն ու տիրակալը եւ պետք է ինքը ամեն ինչ իմանա եւ ինքը ամեն ինչ հասկանա, թե ինչ է կատարվում 4 կողմը, ով ինչ է խոսում, խի է խոսում եւ ինչ նպատակներ է հետապնդում, ով ինչ հայտարարություններ է անում, բայց անձնական զրույցներում ինչ հավաստիացումներ են տալիս, հա, եւ այսպես դուք շատ լավ գիտեք, որ դե բլոգերի գործի մեջ էլա, որ հաճախ շփվում են քաղաքական գործիչների հետ, հրավիրում են, շփումներ են ունենում, զրույցներ են ունենում եւ մի բան եմ ես ուզում բոլորիդ ասել, հա, դեռ չի եղել որևիցե մի քաղաքական ուժ, որի հետ որ ես շփվեմ, նայեք հեսա ուշադիր լսեք, որոնք որ չասեն, որ գիտես ինչ կա, այո, Գարեգին բն պետք է հեռանա, այո, Գարեգին բն հանցագործ է եւ պղծել է մեր եկեղեցին եւ ինքը էլ անելիք չունի մեր եկեղեցիում եւ շուտապույտ կերպով պետք է պատասխանատվության ենթարկվի։ Նայեք ինչ եմ ասում։ Լսակ չէ ուշադիր։ Բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր իմ հետ այս կամ այն կերպ շփվել են եւ այս կամ այն կերպ այս թեմայով զրուցել են, անձնական զրույցներում։ Բոլորը ամեն մեկը մի ձև է բանանում, հա, վերագրում, մեկ ասում է հանցագործը, մեկ ասում է գիտես ինչ կա, Նիկոլի հետ նույն ձև են աշխատում, մեկը հենց ուղիղ ասում է պղծել է, ամեն մեկը մի ձև է ասում, բայց ընդհանուր առմամբ իմաստը չի փոխվում։ Բոլորը պնդում են, որ պետք է փոխվի։ Իսկ որն է այստեղ հետաքրքիրը? Հետաքրքիրը նա է, որ երբ որ ժամանակը գալիս է հայտարարություններ անելու բացահայտ կերպով, հա, հրապարակայինորեն ինչ որ սկսում են Գարեգինին պաշտպանել։ Ինչ որ սկսում են, չգիտեմ, անհամաչափ ինչ որ ուժի մասին խոսալ, ինչ որ Գարեգինի մասին մտածել, հա, ինչ որ սվաղել այն ամեն ինչ որ ասում են, ասիկ, հələ մի րոպե։ Հա, իմ մեջ արդեն։ Իսկ դուք ում համար եք աշխատում, ախպեր, ես չեմ ջոգում։ Իսկ դուք ում եք ուզում ֆրցնեք, ում եք ուզում խափեք, ում եք ուզում մանիպուլացնեք։ Համի Գարեգինը հանցագործ էր, թե հանցագործ չէր։ Համի Գարեգինը պղծել էր, թե չէր պղծել մեր եկեղեցին։ Այդ ոնց եղավ, որ անձնական զրույցներում այս մարդը պտի է, հա, բայց հայտարարություններում այս մարդը պտի մնա։ Անունը դնենք Նիկոլնա։ Այ որ մենք Նիկոլին դեմ ենք, ուրեմն այս մի հանցագործի կողը պտի կանգնենք։ Այսինքն այս ուր մնաց բա լոգիկան, այս ուր մնաց բա արժանապատվությունը, հա, այս ուր մնաց բա հոգևոր արժեքների պաշտպանությունը։ Հələ մի րոպե։ Այդ որ արժեքի համար դուք պետքա հելնեք եւ Գարեգինին աջակցություն ցույց տաք։ Խոսքը քաղաքական, հա, ուժերի այդ մասին է, ոչ թե մարդկանց, ովքեր շատ բաներ չգիտեն, շատ բաներից տեղյակ չեն, շատ բաներից խափնված են, շատ մարդիկ էլ ինչ որ իրանց օգուտներն ունեն։ Այդ մասին միան, քաղաքականի մասին է, որ հանկարծ չշեղվեք։ Լսեք ուշադիր։ Ուրեմն Գարեգինի եղբայրը թեմի առաջնորդ, քրոջ տղեն թեմի առաջնորդ, այն որ ձերբակալվել է, չէ՞։ Ու սրան էլ գումարած ուրեմն մենակ իրանց գյուղից 5 հատ եպիսկոպոս է։ Եպիսկոպոս կա։ Դուք պատկերացնում եք, հմի ինչա դուս գալի մի մեր եկեղեցիում ինչքան արնակից եւ ոչ արնակից բարեկամ կա, անգեր մոտիկ կա, հա, դարե պաշտոններ եք տվել։ Մի կարողա գիտե, ոչ մեկ չի ասում սրանցից արա, կարողա գիտես մեր եկեղեցին հորդ կոմից դրած մարոժնու ցեխա, որ ինչքան բարեկամ ծանոթ ընկեր կատարե եպիսկոպոս էս նշանակե կամ եկեղեցիական է սարքե, հա։ Ոչ մեկ չի ասում, արա այդ ինչ գյուղա ձեր գյուղը, ընկեր որ 5 հատ եպիսկոպոս ատավե։ Այդ ինչ ցեղա քո ցեղը, որ սա եկեղեցիակ, այդ սուրբ ցեղ արա, չեմ ջոգում։ Այսինքն այն մարդը, ով սարքել է մեր եկեղեցին, իրանց ազնական մարոժնու ցեխը
Այս մարդիկ հելնում են եւ կարողանում են իրենց հայտարարություններով բացահայտ կերպ աջակցություն հայտնել Գարեգին Բեին։ Այսինքն այդ որ արժեքի համար է կարա դուք աջակցություն հայտնում։ Դուք այդ որ արժեքով եք առաջ շարժվում։ Բայց կարևորը արդարացումը կա։ Դե Նիկոլի դեպա։ Մանգապարտեզա ինչա, բա ձեր արժեքը ուրա։ Լսեք ուշադիր։ Այն հոգևորականների զրույցը որ կա, հա, խոսքը սրա մասին է, մի հատ մոմենտ լսեք։ Աստվածօգնական Սրբազան ջան։ Իշը ժողովուրդ ջան, որ ասում է ինչ ա եղե, բալես, բան մթոմխի ես, նեղաց է, հա, բան, ասում է, գիտես ինչ կա։ Անձի ասում են, մորդ վեկալ, գնա Նիկոլի դեմ բանի, միցինգի։ Հա։ Ուրեմն այս հոգևորականը, տարիքով հոգևորական, անունը չգիտեմ, չեմ էլ ուզում իմանամ։ Այս տարիքով հոգևորականը մի բերան չի ասում։ Ինքը կարգապահականից է, հասկանում եք, այսինքն ինքը պիտի կարգ ու կանոնը պաշտպանի մեր եկեղեցու մեջ, հա, եթե ինչ որ վատ հրաման կա, սխալ հրաման կա, հակա քրիստոնյա հրաման կա, հակա եկեղեցիական հրաման կա, ինքը պետք է արձագանքի։ Ինքն անդե ասում, ես կարգապահականից եմ բան։ Տղեն պատմում է, սենց մի բերան չի ասում, ոնց։ Քեզ ձև հրաման ով ա տվել։ Կամ ով իրավունք ուներ քեզի, հա, եկեղեցում, հա, հոգևոր կյանքում ով քեզի իրավունք ուներ այդպիսի հրաման տար, որ դու մորդ վեկալ ես, մայրիկիդ վեկալ ես, գնաս հանրահավաք։ Էթաս քաղաքական գործերին միջամտես, ինչ որ քաղաքական գործերի մեջ միտինգներ անես, հա, ոչ մի տենց հարց, գիտեք ինչի տենց հարց չի տալի, որտեղ ինքը ամեն ինչից շատ լավ տեղյակ է, եւ այդ ամեն ինչը իր համար նորմալ է։ Այդ որ ասում եք մեր արժեքներին, պետությունը մեր արժեքների վրա ոտնձգություն անը։ Հələ բա չեք ասում որ Գարեգինը արդեն բան արե, ոտնձգություն արե ձեր արժեքները։ Բարոժն ու ցեխ հասարքե մեր 1700 տարվա եկեղեցին, իրանց դուքյանն ասարքե։ Մաֆիայի ասարքե մեջը, բռնապետություն ասարք, իրանք պետքա որոշեն ոնց ձև, ինչ քաղաքական գործերի մասնակցեն։ Իմ ասում դե մարդ են, իրանք իրավունք ունեն քաղաքական գործերի մասնակցեն։ Այդտեղ իրավունք չունեն։ Այդ հեքիաթները կեթաս, չգիտեմ, ձեր քուչում կպատմես։ Ես ձեզ բացատրեմ։ Ինչու եկեղեցին չի ֆինանսավորվում պետության կողմից։ Լսեք ուշադիր, որտեվ էտել են ներկայացնում ոնց որ թե բանը եկեղեցին մի հատ ուժած կողմ է, հա, հայոց առաքելական եկեղեցին։ Ինքը իր գլխի ճարը պիտի տենա, որտեվ երկիրը պետությունը, ոչ թե երկիրը չի ֆինանսավորում եկեղեցուն։ Ուրեմն էդի են գլխից արդեն նորմալ մարդիկ, հա, ովքեր որ որոշումներ են կայացրել, նորմալ մարդիկ արդեն գիտակցել են, որ եկեղեցուն չի կարելի ֆինանսավորել, որ ինչի համար, որ իրանք լինեն ապաքաղաքականացված, որ հանգարց երկրի իշխանությունից, ոչ մի քաղաքական ուժերից կախումներ չունենան, կապ չունի ով գա, ինչ գա, ով լինի իշխանության, որ երբեք նրանց փողով չլինի առնել եւ ծախել, հա, որ չլինի այդ փողի գաչունը։ Սրա մասին է խոսքը, դուք գիտեք թե գումար չեն տալի, որ ասել են գնա գլուխդ պահի, ոնց ուզում ես գլուխդ պահի։ Այս ամեն ինչը շատ լավ մտածված է ու ճիշտ որոշումներ կայացրած է։ Որ սրանք լինեն անկախ, քաղաքականապես անկախ, ոչ թե պետության մեջ լինեն անկախ։ Այսինքն ինչ ուզենան անեն, ինչ հանցագործություն ուզենան անեն եւ իրանց ոչ մեկ չձերբակալի եւ իրանք ոչ մեկ պատասխանատվություն չկրի։ Քանի որ նրանք սուրբ են, արա տես բան չկա ոչ միտեղ աշխարհում։ Հերիք եղավ բոլը լավ խափեն եւ նորից խափեն մեր ժողովրդին, մանիպուլացնելով խափեն, վախացնելով խափեն։ Ժամանակին ասում են գիտեք ինչ կա, ամոթա մի խոսացեք, բայց այդ ամոթի տակ կերան մեր երկիրը, քանդին փշրին մեր երկիրը, ցեղասպանեցին մեր երկիրը, մի միլիոն մարդ լքեց Հայաստանից եւ այսօր Հայաստանը տարածաշրջանի ամենաթույլ երկիրն է դառել։ Ու սա գիտեք, նես Նիկոլն եկավ, Նիկոլն արեց։ Էսա ձեր մտածելակերպը, էդի այն գլխից անելով եկավ հասավ սրան։
Քոչարյանը կերավ, սաղ երկիրը թալնեց, դարավ միլիոնատեր, սաղ իր ընտանիքով, ասում ամոթ մի խոսացեք։ Այդ ամոթի տակ իրան կարեցին այնպիսի բաներ, որ քանդեցին քո երկիրը, քո պետականությունը։ Համի էս ասում են, արա ամոթաբան է, սա Սաղաշարը խոսա, Հայաստանում բան ձերբակալել են կաթողիկոսին։ Արա Սաղաշարում ամեն ինչ գիտեն, તો գիտեն քո կաթողիկոսի կերած քաքերն էլ, այդ մաֆիայի մասին էլ, Սաղաշարը ունի հատուկ ծառայություններ, վետի մենք ենք որ չունենք։ Այդ ձեզով ասեց որ չգիտի։ Համել այդ ի՞նչ է նշանակում ամոթա։ Ամոթը գիտեք որն է։ Ամոթը տեսնել սրբապղծությունը ձեն չանել։ Ամոթը տեսնել հանցագործությունը ձեն չհանել։ Ամոթը նույն սխալը երկու անգամ կրկնելն է, որ ձեր տունը պրոբլեմ է ալնում, դուք այդ պրոբլեմը լուծում եք, չէ՞, ոտքի եք կանգնում, լուծում եք, գործողություն եք անում, ոչ թե ասում եք ամոթ հալը։ Գործողություններ չանելով դուք ոչ մի պրոբլեմ չեք լուծում։ Ամոթ ասելով ձեր երկիրն ու ձեր կրոնը փչացնելու են, ձեր բերանը փագելով երկիրը հանձնեն Թուրքին։ Ու այդ երկիրը հանձնող Թուրքին այդ այն գլխից է գալի։ Եվ այն քաղաքական ուժերը շատ լավ է որ դուք տենց ձեզի դրսևորում եք, շատ լավ է, հենց ընտրությունից առաջ, հետո իրարից չնեղանանք, շատ լավ ցույց տվեք ձեր դեմքերը, որ ես շատ լավ մեկնաբանեմ ձեր գործողությունները։ Շարունակեք աջակցել Գարեգինին եւ դուք կստանաք իմ արժանի պատասխանը ձեր գործողություններին։ Ես էլ ոնց եք դուք երբ որ պետքա դուք ասում եք Գարեգինը պետքա գնա, բայց հանրային կերպով ասում եք որ դուք աջակցում եք դրան, հետո ոնց ուզում եք հետո ֆրցրեք, ոնց արի մատ հանրային էլ մատ ցույց տվեք ձեր հայտարարություն, ով է Գարեգինի դեմ էլ է։ Ոչ մեկը, բայց ես էլ անձնականում կսկսեմ ձեզ ասել, դուք լավն եք, դուք պուպուշ եք, բայց ընտրություններին կանեմ իմ գնահատականը, իրական գնահատականը ժողովրդի առջև ձեր քաղաքական գործողությունների եւ ձեր քաղաքական ոչ պրոֆեսիոնալ եւ ոչ հայամետ գործողությունների մասին։ Քանզի հայոց պետականությունը ինձ համար առաջի տեղն է։ Հայոց պետականությունը։ Քանզի իմ պապերը միշտ երազել են ունենալ անկախ պետականություն։ Եվ այսօր ձեր գործողությունները չեն բխում հայոց պետականության շահերից։ Ձեր գործողությունները փչացնում են իմ եկեղեցին։ Ձեր գործողությունները աջակցում են իմ եկեղեցուն մարոժնի զավոտ սարքածներին։ Մարդ եմ հրավիրում, արա պատմում է մարդը, կապ չունի իր քաղաքական տեսակետը, էսա, այնա, քոդուրն եկավ, չեկավ, բայց նա դեպք ասում անձի եկեղեցուց առևանգին, ինքն էլ հոգևորական ա եղել ժամանակին, հա։ Դրան էլ գումարած կռված մարդ Արցախում էլ կռվել է, սիրտը ցավում է, թե չէ քո համար չէր դա կռվեր ընդ։ Մարդը պատմում ասում է եկեղեցուց վեկալան տարան ընձի եկեղեցու տակը ծեծին, ջարդին, ուշքը գնացել է, թրաշը խուզել են, դու գիտեք չէ որ հոգևորականին ուզում են ցածրացնեն, հա, զրկեն մթոմ ասած, շակերտների մեջ ասած, հոգևորականի կոչումից բռնում մուրուքը խուզում են, բռնում մուրուքը խուզում բան, էսյան, էյան, ասում ընտանիքից վախցնե թե վիդեոներ ցույց տվինք բան, չնայած մի խոսքով, թե վիդեոներ ցույց տվեցինք, բան, որ տենան, որ հեքիաթ չի, որ իրական դեպք է, որ քաղաքական ուժը արա արձագանք տվեց, ասեց, ապեր, էս ինչ ա եղել, մի հատ հենց հիմա մենք զբաղվելու ենք այս հարցով, հələ տենանք այդ եզրասը այդ ինչ գործողությունների ա դիմե, այդ Գարեգինի աղբերը էս ինչ քաքերակեր է, մեր որտեւ էդի մերն է, իմն է, քոնն է, նրանն է, մեր եկեղեցու է, հայկական, հա, հայ առաքելական եկեղեցու տարածքում, այս ինչ հանցագործություններ ա կատարվել, այս ինչ սրբապղծություններ ա կատարվել։ Ոչ մեկ չի ասում, երեք հանրահավաքին, ինչ գործ ունեին հոգևորականները, հայ առաքելական եկեղեցու այդ շորերով, ինչ գործ, դուք ինչ իրավունք ունեք իմ եկեղեցու շորերով գնաք հանրահավաք։ Նոր բացատրեցի, որ եկեղեցին չի ֆինանսավորվում պետության կողմից, որ դուք լինեք ապա քաղաքականացված։ Դուք ինչ գործ ունեք իմ եկեղեցու շորերով,
Այդ տասովչիկներ, դուք էլ հոգևոր տասովչիկներն եք։ Մեծ մեր եկեղեցին պղծողների։ Դուք ինչ գործ ունեք այդտե, արա։ Գոնե հակ, այդան շոր հակնեն բանի սովորական մարդու, այդան հելը գնա, իմ եկեղեցու շորը հակած հելը գնացել է։ Դու իմ եկեղեցին կարաս։ Հատ, ես ելնեմ, հետո պետք է ասեն անհամաչափուշ։ Արա, քաշ տալու վրա, անեք սգաց դրանց մեր եկեղեցուց, արա։ Դու ջոգում ես նրան գնացեն դե կանգնել են։ Միտինգ են կազմակերպում, հակապետական։ Քոչարյանը գնդակարում էր հայ ժողովրդին մեր երկրում, ձերները չեր գալի։ Դիարի ես սկսում եմ Վարդան Ղուկասյանին հասկանալ։ Ես սկսում եմ Վարդան Ղուկասյանի խոսակցությունը, այդ խոսակցականը հասկանալ, հա։ Կփուր քյաֆարա սկսում եմ հասկանալ։ Դիարի դիմացի ախպեր արա։ Հելնում են ասում են մենք աջակցում ենք ոստիկանությունը անհամաչափուշ։ Արա այդ որ մարոժնի եք դարձրել, զավոդ ածեր եկեղեցին։ Սաղ ցեղով սարքելա բան հոգևորական փողերավոր գրփում չրփում այդ որ լավ անում արա որ вообще ձեր վրա ծախում է բանը ասորտնությունը դու որ չեք հասկանում այդքանը պրոստը ժողովուրդն է մեր մեղք հայ ժողովուրդը դուք որպես քաղաքական ուժ վազակոտներդ կտենա քաղաքական դաշտում ոչ մի հաջողություն չեք տենա ստեցություն հաջողություն դուք արժանի չեք հայոց պետականության մեջ անգամ քաղաքականությամբ զբաղվել անարժան քաղաքական գործիչներ